համազգայնության կոմպոնենտը հենց ապահովվի, հիմա պետք է լցվենք գործի։ Դա մենք պետք է անենք։ Այսինքն դրա պատասխանատուն բոլոր այն մարդիկ են, այնզանից սկսած, ովքեր որ այս գործընթացը սկսել են, բզբզացել են, գցել են առաջ։ Այսինքն մենք, ես, Էդգար Ղազարյանը, պատիվ ունեմ մի падգամավորները, այս պայծ սկսած արդեն Հայաստան խմբակցության հարգելի մեր падգամավորները ոչ մի բան չկա։ Բոլորս պետք է լծվենք, հիմա ընդհանուր մի հատ հասկանանք, ասեցի արտախորհրդարանականն էլ այս թեմայի շուրջ միացնենք, տանք դրան համազգայնության վիճակ, մարդկանց ասենք, որ դուք այս անգամ միանում եք ոչ թե անձի, ոչ թե ինչ-որ այսպես կոչված տրիգերի, որը իրանից ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի հերթական դավաճանական քայլի շուրջ մենք անունը դրենք տրիգեր դրա, էլ ինչ գիտեմ ինչի, այլ պետք է միավորվել օրակարգի, ծրագրի եւ վճռականության շուրջ։ Այս երեք կոմպոնենտների դեպքում հավատացեք, սենց բռնապետներ չեն, էլի կանսերվա եղել։ Պատմությունը կարակ թերթեք, նայեք, ինքը ընենց չի, որ Նիկոլ Փաշինյանը մեր բանն է, աշխարհի ես մոլորակի ամենաանխոցելի եւ անպարտելի ինչ-որ պերսոնաժն է։ Այնպես որ ինձ թվում է դա բավական լուծելի, տեսանելի առումով լուծելի, դժվար, աշխատատար, քրտնաջան աշխատանք պահանջող, բայց լուծելի, այսինքն հնարավոր տարբերակա։ Պատրաստի լուծումներ ոչ միտեղ չկան։ Ես ձեզ ներկայացրեցի ճանապարհային քարտեզը, ներկայացրեցի իմ տեսլականը, ենթադրում եմ վճռականության առումով համենայն դեպս նախաձեռնության առաջ տանողների մասով որևէ կասկած չի կարող լինել։ Մնացածը ցույց կտա կյանքը, այսքան բան։ Հաջան։ Ձեր էջում այս ընթացքում սկսեց։ Քոչարյանականների Քոչյանը ինչ կապ ունի։ Քոչյանը ոչ Ռոբերտ Քոչյանի մասին է խոսքը երկրորդ նախագահ։ Երկրորդ նախագահը ոչ իմպիչմենտի սուբյեկտ է եւ ոչ էլ իմպիչմենտի օբյեկտ է։ Երկրորդ նախագահը կառավարել է իր նախագահության տարիներին շատ լավ, ինչի համար ես իրան շնորհակալ եմ, երախտիկից խոսքը հայտնել եմ։ Այս process-ի մեջ երկրորդ նախագահը որևէ գործընթացի ոչ մասնակից է, ոչ էլ օբյեկտ է։ Մասնակից են падգամավորները, ինչ եղավ։ Թիրախավորում էի, երբ որ նա ասել էր լուրջ չի, այդ լուրջ չին դառավ բանը բազմաթիվ գրառումների թեմա։ Ես հասկանում եմ, այդ բազմաթիվ առիթներ եմ ունեցել պատասխանելու, այս ուրախ իմ երջանիկ ապրումները չեմ ուզում։ Եկել եք մեր տոնը, որ հարամեք, չէ։ Ես չեմ ուզում խոսամ մի բանից, որը այս process-ի հետ մի իրավիճակից նկատի ունեմ, էլի կապլիցի բան չի, որ այս իրավիճակի հետ կապ չունի եւ հատկապես որևէ խմբակցության վրա լեգիտիմ, ռեալ, օրինական ազդեցություն չի կարող ունենալ երկրորդ նախագահը։ Երկրորդ նախագահը Հայաստան դաշինքի առաջնորդն է, դաշինք այլևս չկա։ Կա Հայաստան խմբակցություն, Հայաստան խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, քարտուղարը Արծվիկ Մինասյանն է։ Իմպիչմենտի համար անհրաժեշտ են առանձին անհատ падգամավորների ստորագրություններ։ Ռոբերտ Քոչյանը ոչ падգամավոր է, ոչ էլ գործող վարչապետն է։ Ցավոք սրտի, ես կուզենայի, որ նա լիներ գործող վարչապետը, մենք այս իրավիճակում չենք լինի։ Ես նույնիսկ պատրաստակամություն եմ հայտնել պայքարելու հենց իր վարչապետության համար, մինչև հիմա էլ պատրաստակամության մասով Բայց նախկինում նույն Հայաստան դաշինքի Հայաստան խմբակցության անդամները падգամավորները իրատեսական չէին համարում, բացարձակ այս գործընթացը, հիմա ինչը փոխվեց, որ հանկարծ մտան գործընթացը։ Իշխան Սաղաթելյանը իր ելույթի մեջ պատասխանեց այդ հարցերին, ամենadepս ես բավարարված եմ այդ ելույթից, ինքը հայտնեց, որ իրավիճակ է որոշակիորեն, իրավիճակի փոփոխություններ կա, դե նախկինում այս գործընթացը տարբեր փուլեր է անցել, երբ որ մենք այս նույն այս տեղում նամակներ էինք Էդգար Ղազարյանի հետ հանձնում, էլի ձեր հետ հաճույք ունեցանք շփվելու, պատիվ ունեցանք շփվելու այստեղ։ Մարտ ամսից սկսած այս թեմայով տարբեր հանդիպումներ, տարբեր գործողություններ, հետո չկար տեխնացու, իրականում եկեք անկեղծ լինենք։ 4 տարի իմպիչմենտ չի արվել, որովհետև ընդդիմությունը չէր կարողանում համախմբվել մի տեխնացուի շուրջ, այսինքն ամեն մեկը իր պատկերացում ուներ տեխնացուի։ Դա կարող ուրիշ պատճառաբանություններ հիմա բերեն, բայց իրականությունը դա էր։ Մենք նույնիսկ այդ հարցի լուծման վրա փորձեցինք ինչ-որ կերպով ազդել, ինչ-որ ձևով այդ հարցի լուծումն էլ բերեցինք։ Այո, եւ ամեն փուլի հետ իրավիճակ փոխվեց եւ ես համաձայն եմ Իշխան Սաղաթելյանի հետ իր այսօրվա խոսքի հետ, որ իրավիճակը արդեն այնպիսին է, որ չմիանալը բազմաթիվ շատ վատ հարցերի տեղի կարող էր տալ, իհարկե պայմանավորված իրավիճակով։ Մարդը կարա մի բանը համարի անիրատեսական, հետո որոշակի ժամանակ հետո համարի իրատեսական։ Անձամբ ինքս պատրաստ եմ հանդիպել Հայաստան խմբակցության
ցանկացած падգամավոր հետ, ընդհանրապես բոլոր падգամավորների հետ, նույնիսկ ԿՊ-ական, ոչ թե նույնիսկ հատկապես ԿՊ-ական եւ բացատրել ինչքան իրատեսական է այս process-ը եւ այդ իրատեսականի առումով որից է խնդիր չկա։ Ինչը արել եմ իմ պես։ Հիմա այստեղ զուգահեռաբար փողոցում որևէ process սպասվում է, որտեղ դուք նաեւ ձեր ելույթում ասում եք կշտապեն գնան միանան։ Այո, փողոցը այս պայդրությամբ փողոցի այս հավաքը կազմակերպել է Արթուն ենք շարժումը, ըստ էության երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում, մեկը ազգային ժողովի շենքի ներսում, մյուսը ազգային ժողովի շենքի դրսում, դա մենք ենք կազմակերպել, շենքի ներսի կազմակերպածի հետ մենք որևիցե կապ չունենք, դրսի կազմակերպվածի հետ էլ ներսի ժողովուրդը նկատի ունեմ, պատիվ ունեմ խմբակցությունը կապ չունի։ Մենք ենք Արթուն ենք շարժման անունից հայտարարեցինք Էդգար Ղազարյանն էլ գնաց դիմեց քաղաքապետարան եւ որոշեցինք, որ կարող է քաղաքացիներին հետաքրքրի լսումները, ոչ բոլորը հնարավորություն ունեն դա ներսում նայել, ու կարող է քաղաքացիները ուզում են գան մեզ անձամբ ինչ-որ հարցեր տան, պատասխաններ ստանան եւ այլն, շատ լավ առիթ է այս լսումներով, որպեսզի քաղաքացիները հավաքվեն, էկրանը տեղադրել ենք, էկրանից հետևեն, եթե նկատել եք բեմ դրած չի, որովհետեւ ես կարծում եմ վաղուց ելույթների ժամանակները անցել են, արդեն քաղաքացուն պետք է անել կոնկրետ առաջարկ, այսօրվա մեր առաջարկն է, Ժողովուրդ ջան, եկեք, հավաքվենք, իրար հետ լսումները անենք, որս ինչ մոտեցում ունի, ինչ կարծիք ունի, ինչ որ լավ առումով եւ այլն, այդ էլ միասին հաշվի առնենք, շարժվենք առաջ, հասնենք մեր նպատակին։ Շնորհակալություն։ Վարդանյանն առաջարկել էր ձեզ խոնարհվել մեծերի նկարների առաջ։ Ես իմ մեծերն ու Աղվան Վարդանյանի մեծերը միգուցե դրանք տարբեր մեծեր են, էական չի, բայց ես խոստացել էի Աղվան Վարդանյանին, որ պահին ինքը կստորագրի, ես կգամ այնտեղ իր բոլոր նկարների առաջ խոնարհվեմ, ես իմ խոսքի տերն եմ։ Ես սիրով մեծ Աղվան Վարդանյանի հետ շփվելը միշտ հաճելի է, միշտ հետաքրքիր է, անից չի որ այդ շփումներով ենք մենք սահմանափակվել։ Քաղաքական առումով որոշակի սառեց մեր հարաբերությունները, բայց ես հուսով եմ դրանք շատ արագ կվերականգնվեն։ Ես ասել եմ, այսօր խոսք գամ խոնարհվեմ բոլոր նկարների առաջ, այնտեղ ինքը կարա բոլոր նկարների որ Ջեկի Չանի նկարն էլ կարա դնի, ես խոնարհվեմ։ Ստորագրելը իմ ուզածը դա է եղել։ Իրա հետ շփվելը հաճելի է միշտ։ Ես խնդիր չունեմ։